Եթե վերականգնենք սա, մեր օրացույցում դա կլինի հունիսի 14-ը։ Մեր այսօրվա կիրառած օրացույց։ Հունիս, այո, 6-րդ ամսվա 14-ը։ Ամառային արևադարձից 8 օր առաջ։ Դա օգոստոսի 13-ին երբ է դուրս։ Երբ։ Ինչպես հիմա թե հիմա են փորձում տոնել, ուղղակի իրականությունը լավ չհասկանալ։ Դա թյուրիմացության արդյունք է։ Օգոստոս 11 ամսաթիվը ծնվել է 12-րդ դարի սկզբում 1112 թվականին։ Մի հատ հարց ես տամ, ասել, քանի չեմ մոռացել։ Այդ առանցին էլի, հա, դա ուրիշ թեմ։ Դուք որոշեք ես ինչ ասեմ, ես ասեմ, ես չեմ կարող միաժամանակ մի քանի բան ասել։ Իսկապես 11 թիվը ասեմ, օգոստոսի ապտի մի օր ասենք իսկապես դա մի հատ վերջնական որոշ է, ազգը մեղ կախվի, մեկը 11 Գիտես ինչ կար, մեր հասարակության մեջ սխալ բաների կան շատ կան։ Չեք իմանում մի բաժակ բարձրացնի, մենք ցենց հարց էր ասում, դուք այսօր ներկայացրեցիք այս նյութը, որ 9000, իսկ ասենք այդ Ղևոն Դանիշյանի հաշվարկի նկատմամբ ինչա, ոնց է, մեզ մեկնաբանեք հասկանանք, էլի։ Դա հենց այդ նույն եկավ այդ Լալայի ասածին եկավ։ Ղևոն Դանիշյանը ցավոք սրտի ասակետ չի եղել, ինքը ասագիտական մի քանի պնդում ունի այդ հաշվարկի մեջ, որոնք իրականության հետ չեն բերում, ուղղակի չեն համապատասխանում։ Ալիշյանը վերցրել ինչ է արել, լավ, ես պիտի մի քիչ երկար պատմեմ այդ թեման։ Օգոստոս 11-ը ժամանակին 1912 թվականին Հովհաննես Սարգսակ վարդապետը 1112 Հովհաննես իմաստասեր։ Իմաստասեր շատ քիչ է, իմաստասեր ասելով հիմնականում կոզնեցուն նկատի ունենան, որ իմաստություն չունի, ինքը սակավակ է գրված իր բոլոր ակումբներում, շիմաթարի վրա սակավակ է գրված։ Սակավակը ինչ-որ նպատակների համար խնդիր դրեց ստեղծել հայկական անշարժ ամսաթվերով օրացույց։ Մինչ այդ նման չի եղել քրիստոնեական շրջանում բոլորը։ Եվ որպես այդ անշարժ ամսաթվերով օրացույցի տարեմուտ, նա պարզապես օդից, այսպես ասենք, որդեգրեց օգոստոս 11-ը, որն էր դրա հիմքը։ Դրա հիմքը հետևյալ է, որ ինքը սուրբ գրքի թարգմանության մեջ և որոշ մերձ սուրբ գրային աղբյուրների թարգմանության մեջ գտել է զուգադրումներ, որտեղ գրված է ինչ-որ ասորական կամ հրեական մի հատ ամիս, որը անշարժ ամիս է։ Ու կողքը գրած է, որ է հայոց այսինչ ամիս։ Այսինքն գրած է հայկական շարժական ամիսը զուգահեռ արտաքին ազգի օրացույցի անշարժ ամսվա է։ Ինքը նայել էր, թե զուգադրումները ինչ տարեսկիզբ կտան, հավասարդի մեկի համար ինչ դիրք կտան։ Ու տեսել է ինքը նախորդել իր աշխատության մեջ, որտեղ պատճառն է գրում, թե ինչու է օգոստոս 11-ը որդեգրել, շատ դժգոհում է, տրտնջում ասում է, գիտեք, տարբեր աղբյուրներ տարբեր բաներ են տալիս, ոչ մեկը մյուսը չի բռնում։ Բայց ինձ ամենաշատ դուր է գալիս այս մի աղբյուրը դրա հիման վրա դնում օգոստոս 11-ը։ Այսինքն ինքը վերցրել է այդ բազմաթիվ զուգադրումներից իրեն ամենադուր եկածը։ Իսկ այդ զուգադրումները որտեղից են։ Այդ զուգադրումները տեսեք, բոլորը արված են կաղապարային, օտար ամիս, հետո գրած է, որ է հայոց և հայկական մի հատ ամիս։ Բոլորը նույն ձևով են արված։ Հիմա Աստվածաշունչը և առաջին շրջանի թարգմանություններն արել են Մաշտոցը և իր աշակերտները։ Նրանք ոչ միտեղ բացատրական թարգմանություն չեն արել, նրանք միշտ գրել են հունական, ասորական բառի դիմաց հայերեն բառը։ Օրինակ համաստեղությունների անուն ինչքան պատահել է, բոլոր օրինակ Օրիոնը գրած հունական աղբյուրում գրել են հայկը։ Պլեադեսը գրած գրել են բազմաստեղ։ Որտեղ որ հայկականը չեն գտել, թողել են հունական բառը հայերեն տարել։ Օրինակ Արքտուրը թողել են։ Այսինքն Մաշտոցի դպրոցը այդ ձևի թարգմանություններ չէր անում։ Բացի այդ, մենք Մաշտոցի դպրոցի մասին գիտենք, որ հենց Աստվածաշունչի թարգմանությունը Մաշտոցի և աշակերտների անելուց հետո Սահակ Պարտևը դրել ծայր խմբագրել է։ Մի հոգի սահմանափակ ժամանակի մեջ, մի քանի հատ մի 2-3 տարվա մեջ։ Լավ, եթե մի հոգի արել, ուրեմն պետք է բոլոր զուգադրումները միակերպ դարձվեին, բայց այդ զուգադրումները էապես տարամետ են։ Սա էլ խոսում է մասին, որ սա Մաշտոցի և իր դպրոցի արածիչ է։ Իսկ որտեղից է սա արվել, եթե հիշենք, եթե բարդ թվաբանություն է, թե Մաշտոցի ժամանակ
ինչ քանակով եւ ինչ արագությամբ են գրքերը բազմացվել, որտեղ նոր դպրություն է ստեղծվում, պետք է ամեն մի գյուղական եկեղեցու պետք է նա ծիսական գիրք հասցնել։ Դու պատկերացնում եք դա ինչ քանակներ է։ Այսօրվա Հայաստանի տպարանների համար դա արդեն ծանր բեռ է։ Պատկերացեք այն ժամանակ, երբ որ ձեռքով էին այդ բոլորը աշխատվել։ Ուրեմն իրենք չէին կարող այդ քանակով գրագետ ուսյալ գրիչներ ունենալ։ Պիտի լինեին շատ մեծ քանակով թերուս մարդիկ, որոնք քսերոքսի նման դնում պատճենահանում են, առանց հասկանալու թե ինչ է։ Եվ այս թերուսների բազմացման ընթացքում, երբ որ հարց առաջանա, տեսնում եք գրած է դյուստրոս ամիս, ինչ է։ Դյուստրոս բառը կյանքում չի լսել։ Պիտի մեկին հարցներ, նա կասեր ինքը լուսանցքում գրում է, որ է հայոց այսինչ։ Հաջորդ արտագրողը, որը նրա արտագրած ձեռագրից էր, այդ լուսանցքինը մուծում էր մայր շարադրակ։ Բնականաբար դրանք հետո մեծ մասամբ մաղվում խմբագրվում դուրս են հանում, բայց էլի ինչ-որ տոկոս մնացել, այսինքն սակավակի հիմք ընդունածը սրանք են եղել։ Դրանք կապ չունեն Մաշտոցի դպրոցի կատարած թարգմանությունին։ Այսինքն դա պարզապես տվյալ ժամանակվա թերուս մարդկանց բանը հետաքրքրությունը լրացնելու համար է։ Սեպագրերից սկսած թերուսները մեծ քանակ են կազմում։ Մի բան, ես դրիպ չավարտեցի։ Հիմա Ալիշյանը հիմք է ընդունել այս զուգադրումը, ասում է, դե Սարգսակյան վարդապետը, որ օգոստոս 11-ը վերցրել է, պետք է որ գտած Ալլահ մեկի օրացույցը, անշարժ օրացույցը։ Սա Ալիշյանի ենթադրությունն է։ Բայց հետո բոլորը սա ընդունել են հալաջյուղի տեղ։ Ուրեմն Ալիշյանը սա ենթադրեց։ Երկրորդ, Ալիշյանը մի ուրիշ բան էր ասում, դա ասում մեր սուրբ թարգմանիչները, Մաշտոցի իր աշակերտները, Սահակ Պարտին ասում, որ այդպես գործ էին անում։ Նրանք ասում անգրագետ չէին, որ այսպեսի զուգադրումներ անեին։ Ուրեմն պիտի ունենային այդպես օրացույց։ Բայց Ալիշյանը դարձյալ մոռացել է, որ եթե նրանք ունեին այդ օրացույցը, այդ դեպքում ինչու են տարամիտում այդ զուգադրումները։ Եթե ուրեմն պիտի ինքը չի հաշվառել, որ դա կարող է Մաշտոցի արածիչ լինել եւ իր դպրոցի։ Եվ երրորդ բանը, ուրեմն սրա հիման վրա Ալիշյանը ասում է, եկեք հաշվեք, տեսնեք, թե երբ է որ Նավասարդ ամսի շարժական Նավասարդ ամսի 1-ը ընկնում օգոստոս 11-ին։ Այդ հռոմեական օրացույց օգոստոս 11-ին։ Այստեղ ինքը հաշվարկի մի քանի սխալներ ան, բայց դրանց վրա չեմ անդրադառնալ, բայց որակապես ստանում է 2492 թվական նախքան Քրիստոսի։ Եվ հետո գրում ասում այս ժամանակն էր ասում օգոստոս 11-ը ճշգրիտ կհամընկնի հայքի աստղի ծախելու ժամանակ, որ այդպես չկա։ Սիրելիներ, ուսում ասեմ որպես ասագետ, Հայաստանի տարածքից դիտողի համար երբևէ պատմական որևէ ժամանակում օգոստոսին հայքի աստղը չի ծագել։ Երբ է ծագել է ասեմ։ Երբ է ծագել։ Ամառամուտից առաջ, ամառամուտի ժամանակ։ Այսինքն Ալիշյանը մի քանի վրիպումներ արել, բայց լինելով հանճարեղման, ունենալով հանճարեղ ինտուիցիա, ինքը թվականը որակապես ճիշտ է ասել։ Իր ստացած թվականը ճշգրիտ հաշվարկածից 150 տարով է տարբեր։ Այսինքն նա պատմական ճիշտ դարաշրջանի մեջ է դրել իր թվականը։ Դա իր ինտուիցիայի արդյունք։